Վաղուց շուտ ժամանակներում մի հաղորդում կար «Что где когда»։ Ես հետաքրքրությամբ դիտում էի, էլի, ու վստահ եմ շատերն են սիրել։ Մի հատված դնեմ, դիտեք, հետո կմեկնաբանեմ։ Внимание, вопрос. Господа, кого именно на Древнем Востоке целый месяц кормили только вареным мясом? Время. Досрочный ответ. Прошу. В Древнем Китае существовала такая форма казни, когда, значит, осужденных к смерти кормили, ответ такой будет. Вот. А дело в том, что... Вот Именно вареным мясом кормили на Древнем Востоке приговоренных к смертной казни преступников. Մանակին երբ դա նայում ենք, մոտ ու վստահ եմ ոչ մեկի մոտ հասկաց չի հարուցել, էլի, այս հաղորդման հեղինակությունը։ Հիմա երկար տարիներ Չինաստանում ապրելուց հետո այս մոտորերս մոտ 2 օր առաջ մեկի մոտ տեսա, մեկը դրել էր TikTok-ում կարծեմ, էլի այդ հատվածներ դրել, տենց տեսեք ինչ է։ Ժողովուրդ ջան, կատարյալ հիմարություն։ Ես դեմ չեմ իհարկե այն մտքին, որ միս ուտելը, միայն միս ուտելը վնաս առողջության համար, բայց այն որ Չինաստանում ժամանակին այդպես պատժել են հանցագործներին, կատարյալ հիմարություն է, որտեղ միջև համարյա 20-30 տարի առաջ Չինաստանում միսը եղել է շատերի համար անհասանելի շռայլություն։ Իսկ այն ժամանակներում հաղորդման մեջ նշված ժամանակներում ընդհանրապես հասանելի չի եղել։ Ուղղակի հետաքրքիր էր, էլի, ժամանակին այս հիմարություններին ոնց էին հավատում։ Ու այս ամեն ինչը խնդրում եմ չքաղաքականացնեք, չնայած ուզում եք քաղաքականացրեք։ Եթե նկատել եք, ես իմ տեսանյութերում աշխատում եմ քաղաքականությանը չառնչվել, բայց դե դուք գիտեք, ձեզ լավ օր ժողովուրդ։